Իրանը ստորագրել է ուշադրություն միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։ Ունենալով որոշակի ենթադրաբար կամպրոմատ Էփշտեյնի ֆայլերի տեսքով Թրամփի վրա Իրանը անդադ ներքաշում է։ Միացյալ Նահանգների հաշվարկային էր, որ փլուզվելու է իշխանությունը։ Կարող լիներ ակնկալի կամ հույս, որ դրա վրա կդնեն ինչ-որ դրույթ։ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը հնարավոր է տապալ երկու ճանապարհով։ Հիմա իրան զորով ուզում են բերեն դարձնեն դա սիմվոլ էլի։ Շիայականության մեջ շատ մեծ է նահատակվելու գաղափարը։ We won, that's it. Բարև ձեզ, եթերում լուրջ կաստն է, շնորհակալություն, որ մեզ դիտում եք YouTube-ում, արդեն վստահ եմ ձեռը գնում ա, որպեսզի like դնեք, կարող եք նաև լսել մեզ բոլոր ոդկասթային հարթակներում, այսօր խոսելու ենք Իրանի մասին, Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների եւ մեր հյուրն է իրանագետ Գոհար Իսկանդարյանը, Գոհար ջան, ողջույն։ Ողջույն։ Ինչա կատարվում, ինչքանով է վտանգավոր մեզ համար այդ ամեն ինչը։ Շնորհակալություն հրավերի համար, նախ նշեմ, որ իսկապես իրավիճակը բավական գերլարված է տարածաշրջանում։ Մենք տեսնում ենք, որ արդեն 2 շաբաթից ավել է ռազմական գործողություններ են տեղի ունենում մեր հարավային հարևան Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում եւ որը հղի է շատ լուրջ զարգացումներով։ Մենք տեսանք նաեւ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ հասցրեց, ինչպես եւ խոստացել էր Միացյալ Նահանգների բոլոր ռազմական բազաներին եւ բոլոր այն ռազմավարական կենտրոններին, որը նպատակահարմար էր գտել։ Այսինքն, եթե նախորդ լարվածությունների ժամանակ, ռազմական գործողությունների ժամանակ մենք նկատում էինք որոշակի պայմանավորվածություններ, այս պահին այլևս դրա մասին խոսելն ավելորդ է։ Այսինքն, մենք տեսանք, որ անցած տարի 12-օրյա պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին, եթե թիրախավորեցին Իրանի միջուկային օբյեկտներին, այս պահին նրանք ուրեմն հարվածներ են հասցնում Իրանի ռազմավարական բոլոր օբյեկտներին, այսինքն դրանք ռազմական օբյեկտներն են, արդեն հասան նավթաքիմիական գործարաններին, նույնիսկ համարձակվեցին հարվածներ հասցնել ջրի կայաններին, որոնք ուրեմն զտում են այդ ջուրը, ինչը արդեն կոնկրետ հարվածում է մարդկանց շահերին, որովհետև այդ ջուրը օգտագործում է հանրությունը։ Եվ մենք տեսանք, որ նույն պատասխաններն էլ հասցնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի այն երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ եւ ամերիկյան շահերը սպասարկող երկրները։ Ես ուզում մի քայլ հետ անենք, քանի որ նշեցիր անցած տարվա 12 օրվա պատերազմը, ուզում հասկանամ ինչով ավարտվեց այդ պատերազմը, ինչ էր մնացել անավարտ այդ ժամանակ, ինչին հասան կամ չհասան, որ հիմա որոշեցին ել ավելի ավարտին հասցնել, եւ արդյոք ավելի շատ Իսրայելի միտքն էր կամ շահերն են այս պատերազմում, քան Ամերիկայի։ Շատ լավ։ Ուրեմն նշեմ, որ 12-օրյա պատերազմից առաջ եւս բանակցություններ էր գնում Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև կրկին միջնորդավորված Օմանի միջնորդությամբ եւ այս բանակցությունների ժամանակ թվում էր թե գալիս են որոշակի եզրահանգումների, սակայն եզրահանգումը եղավ այն, որ Իսրայելը սկսեց պատերազմական գործողություններ եւ դրա մեջ ներկայացրեց Միացյալ Նահանգներին եւ որոշում կայացվեց թիրախավորել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր միջուկային օբյեկտները։ Դրանից հետո Միացյալ Նահանգների նախագահը հստակ հայտարարեց, որ Իրանի միջուկային բոլոր օբյեկտները ոչնչացված են, սակայն պահանջում էր, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները մշտադիտարկում անեն եւ հասկանան ինչն են ոչնչացրել, ինչն է մնացել։ Բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը դա թույլ չտվեց, նշելով, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ինքը անելիքներ ուներ չեր արել, հիմա գալ եւ տեսնել թե ինչն են մնացել, ինչը ոչ, դա ուրեմն չի պատասխանում իրենց շահերին։ Բայց այստեղ մի շատ լուրջ խնդիր կա, որի շուրջը պատտվում է ամբողջ հարցը։ Պետք է մի փոքր ձեզ հետ տանեմ, եթե կարելի է։ 2015 թվականին, երբ որ կնքվել էր համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը Օբամայի վարչակարգի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ պետք է ուրանի հարստացումը, որը Իրանը իրականացնում էր, հարստացումը իջեցվեր մինչեւ 3.5%-ի եւ Իրանը հավատարիմ էր մնացել դրան։ Բայց 2018 թվականին, երբ որ Դոնալդ Թրամփը առաջին անգամ եկավ իշխանության, ինքը միակողմանի դուրս եկավ այս համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից եւ ասաց, որ խնդիրը միայն Իրանի ուրանը չէ,
խնդիրը նաև Իրանի հրթիռաշինությունն է եւ ինքը խոստացավ, որ ինքը շատ ավելի լավ պայմանագիր կկնքի, քան Օբամայի վարչակարգներ կնքել։ Դրանից հետո բնականաբար, եթե Միացյալ Նահանգները դուրս է գալիս եւ սկսում է պատժամիջոցներ կիրառել, Իրանն էլ իր հերթին հայտարարեց, որ արդեն անիմաստ է մնալ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մեջ եւ ինքն էլ դուրս եկավ եւ այդ պահից սկսած ինքը կրկին հարստացրեց իր ուրանը։ Այսինքն այդ պահից սկսած մինչեւ անցած տարի հարստացրել էին մոտավորապես 420 կիլոգրամ ուրան, որը 60% հարստացում ուներ։ Մեր դիտողներին հիշեցնեմ ընդհանրապես, որ Հիրոսիմա Նագասակիի վրա երբ որ միջուկային զենք գցել էին, դա ընդհանրապես 5% հարստացած ուրան է եղել։ Այսինքն 60% հարստացած ուրան ունի, բայց Իրանը պնդում է, որ դա միայն ու միայն խաղաղ նպատակներով, այսինքն ինչի համար է։ Դա նրան անհրաժեշտ է իզոտոպեր ստեղծելու համար, որը գիտեք քաղցկեղի բուժման համար է։ Դա իրեն անհրաժեշտ է էլեկտրոէներգիա ստանալու համար եւ մի շարք այլ խնդիրների։ Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել եւս մի կետի վրա, որ 1970-ական թվականներին Իրանը ստորագրել է ուշադրություն միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որի 4-րդ կետը թույլ է տալիս այն երկրները, որոնք կնքել են այդ պայմանագիրը, խաղաղ ատոմ ծրագրի շրջանակներում հարստացնել ուրան։ Հիմա Իրանի Յազդ քաղաքի մոտ գտել են ուրանի հանքեր։ Ինքը կնքել է այս պայմանագիրը, այսինքն 4-րդ կետի համաձայն ինքը ունի իրավունք հարստացնելու այս ուրանը։ Եվ ինքը պահանջում է թույլ տան իրացնել իր իրավունքը։ Բայց Միացյալ Նահանգներն ասում են մենք քեզ չենք վստահում։ Դու խաղաղ նպատակներով չես անում։ Բայց որքան է Միացյալ Նահանգները այդ նախաձեռնողը, որովհետև տենց ոնց որ ժողովրդի մեջ ընդունված սցենարն է, որ դա Իսրայելն է, որը ունենալով որոշակի ենթադրաբար կոմպրոմատ Էփշտեյնի ֆայլերի տեսքով Թրամփի վրա իրան անդադ ներքաշում է, որովհետև անցած տարի էլ ամռանը Նեթանյահուն մի հատ հարցազրույց ուներ, որ դուք ցույց լրիվ Ջեյմս Բոնդի չարագործի բաներ ասում, որ եւ դուք ասեք, որի մասն է Իրանի տենց երաշտի հետ անդադ խնդիրներ ունենում, ասում են մենք ունենք տեխնոլոգիան, ձեզ ջուր կտանք, ամեն ինչ կլինի, դուք մենակ գնացեք հեղափոխություն արեք, ասենց շատ Ջեյմս Բոնդյան չարագործի ուլտիմատում էր էլի դնում։ Նայեք, իրականում եթե մենք իսկապես խորքային ուսումնասիրություն ենք իրականացնում, Իսրայելին իմ պատկերացմամբ ոչ այնքան հուզում էր Իրանի միջուկային ծրագիրը, որքան Իրանի տարածաշրջանում աճող ազդեցությունը։ Մենք գիտենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ստեղծել էր դիմադրության շարժում։ Ինչ բան էր դիմադրության շարժում, այսինքն ինքը ներկայություն ուներ Լիբանանում Հեզբոլլահի միջոցով, որը անմիջապես ուրեմն սահմանակցում է Իսրայելին։ Ինքը համագործակցում էր Համասի հետ, որը խնդիրներ էր առաջացնում Իսրայելի հետ։ Իրանը համագործակցում էր Եմենի հութիների հետ, որը տարածաշրջանում խնդիրներ է առաջացնում։ Այսինքն այս պրոքսիները բավական անհանգստացնում էին Իսրայելին եւ թույլ չէին տալիս նրա բնականon իրենց պատկերացմամբ զարգացմանը, խոչընդոտում էին։ Հիմա դրան հասնելու համար առաջին հերթին ինչ արեցին։ Այդ պրոքսիների ջլատեցին։ Առաջինը, եթե մենք ուշադրություն դարձնենք, տեղի ունեցավ 2019 թվականին, երբ որ Իրաքում, իսկ Իրաքում էլ Իրանը բավական ազդեցություն ուներ, Իրաքում ուրեմն ոչնչացրեցին Ղասեմ Սոլեյմանիին, Իրանի Ղոդս ստորաբաժանման ղեկավարին, ով տարածաշրջանում մեծ ազդեցություն ուներ։ Թրամփը հստակ հայտարարեց, որ իմ անձնական հրամանով են նրան ոչնչացրել։ Այսինքն Ղասեմ Սոլեյմանիին ոչնչացրեցին։ Այնուհետև սկսեցին ձեռնարկել գործողություններ Հեզբոլլահի հետ, ջլատեցին Հեզբոլլահին, ոչնչացրեցին Նասրոլլահին, Հեզբոլլահի առաջնորդին, եւ թույլատրեցին Լիբանանում Հեզբոլլահի դերակատարությունը, այսինքն նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցությունը։ Թեպետ ամբողջովին ոչնչացված չէ, մենք տեսնում ենք այսօր Հեզբոլլահը կրկին բավական անհանգստություն է պատճառում Իսրայելին։ Համասի ղեկավարին սկսեցին Իրանի Իսլամական Հանրապետությունում ուրեմն երթմնակալության շրջանակներում, նախագահի երթմնակալության շրջանակներում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս տարիների ընթացքում, այս մի 4-5 տարվա ընթացքում, նաև ունենալով Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը, Իսրայելը կարողանում է իր համար ստեղծել բարենպաստ իրավիճակ։ Եվ անցած տարի ինքը անդրադարձավ միջուկային ծրագրին, որ այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել եւ պետք է հարվածել։ Եթե հիշում եք, անգամ սկզբից Միացյալ Նահանգների նախագահը անցած տարի չէր ուզում մտնել այս խնդրի մեջ եւ նույնիսկ ասաց, որ այս մարդը նույնիսկ մի փոքր կոպիտ արտահայտվեց, մեզ փորձում են ներքաշել մեծ պատերազմի մեջ, բայց այնուամենայնիվ ներքաշվեց։ Ներքաշվեցին
ասեցին հարված էին թիրախային միջուկային օբյեկտներին, ասեցին մեր գործը ավարտված է եւ հեռացան։ Բայց ըստ էության սա բավարար չէր Իսրայելին, քանի որ շատ լավ հասկանում էին, որ Իրանին ընդամենը մի քանի տարի է պետք, որ ինքը շատ արագ վերականգնի իր դիմադրության առանցքը, հա հիշեցնեմ նաեւ որ դիմադրության առանցքի գլխավորներից էր նաեւ Սիրիան եւ սիրիական պատերազմից հետո նախագահը փախավ երկրից, այսինքն դիմադրության առանցքի մի երկիր էլ թուլացավ։ Եվ հիմա Իրանը, քանի որ այս վերջին, հա, իսլամական հեղափոխությունից հետո գտնվում է ամենաթույլ վիճակում կարծես թե Իսրայելի հաշվարկներով, որոշում կայացվեց պատերազմական գործողությունների մեջ մտնել եւ Իրանին շատ ավելի թուլացնել եւ ոչ թե մի քանի տարով, այլ տասնամյակներով հետ գցել, որպիսի տարածաշրջանում այլևս իր համար խնդիրներ չլինի։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են։ Ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել լայվ ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այստեղ հասկանալու համար ինչ է կատարվում, մի հատ հասկանանք նաև նպատակները, որոնք հնչեցվեցին այս վերջին պատերազմից առաջ։ Ես երկուսն եմ հիշում, այսինքն կարողացել եմ հասկանալ։ Մեկը դա միջուկային ծրագիր է, որ լիովին հրաժարվի որևէ միջուկային ծրագրից, մանավանդ ոչ խաղաղ, բայց դե ենթադրում եմ ընդհանրապես ուզում են միջուկային ծրագիր չունենալ։ Մյուսը ռեժիմի փոփոխություն, վարչակազմի փոփոխություն։ Հիմա ինչքանով է հնարավոր Իրանի նման երկրում փոխել իշխանությունը, սկսենք այդ կետից, հա, ու եթե փոխվի, ապա ինչով է փոխվում, ոնց է փոխվում, արդյոք հնարավոր է վերադառնալ շահի ժամանակվա Իրանի ֆորմատին, այն Փահլավի մասին են խոսում, որը շատ քիչ հավանական է, դե թվում Որը իշխան կարծում եմ շատ տենց կարիկատուրնի պերսոնաժ։ Ինչ որ ընդդիմադիր այլընտրանքներ չեն երևում, մենակ գիտենք, որ եղել են ընդդիմադիր շարժումներ, եղել են բախումներ, եւ բայց դրա մասին էլ շատ քիչ բան գիտենք։ Կան ինչ որ այլընտրանքային ուժեր, որոնց վրա հույսը դրել է արևմուտքը։ Լավ, ես սկսեմ հարցերը բաժանել երկու մասի։ Առաջինը խոսեցիք միջուկային ծրագրի հետ կապված։ Նշեմ, որ Իրանը արդեն ասացի, որ միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ է։ Այսինքն, այսպես թե այնպես ինքը ոչ խաղաղ, ինչպես դուք եք ասում, միջուկային ծրագիր չի կարող ունենալ, որովհետև ինքը այդ ծրագրի, այդ պայմանագրի ստորագրողն է։ Այլ հարցը, եթե ինքը հայտարարի, որ ես պայմանագրից դուրս եմ գալի, նոր արդեն པարզ կդառնա, որ ինքը թաքունել չի անի, թե դրա համար կա ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, որը պետք է մինչ այդ թույլ էին տալիս, ով պետք է մշտադիտարկի, այսինքն ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները միշտ մշտադիտարկել են, միշտ այնտեղ են եղել եւ հստակ չեն կարողացել արձանագրել, որ այո, Իրանը գնում է միջուկային զենք ստեղծելու ճանապարհով, միշտ ունեցել են կասկածներ, խնդիրը այստեղ է, այսինքն այն ժամանակ, երբ որ կնքել էին համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները միշտ այնտեղ են եղել եւ իրանք տեսել են թե ինչ զարգացումներ է տեղ ունենում եւ երբ որ մի
Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ, հենց իրենք էլ էին քննադատում, ասում էին, բայց Իրանը հավատարիմ է մնում իր պայմանավորվածություններին, հիմա որ դուրս եք գալիս, ինչ ենք ունենալու դրա տեղը։ Թրամփը ասում էր ավելի լավ պայմանագիր։ Հիմա մենք տեսանք, որ ավելի լավ պայմանագիր չեղավ, փորձեց ռազմական ճանապարհով հարցը լուծել, թե ինչ կլինի, իհարկե մենք մեր մյուս հարցերի դեպքում կքննարկենք, սցենարներ կփորձենք մշակել ձեր հետ, իսկ հիմա անդրադառնանք արդեն ձեր երկրորդ հարցին։ Ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախ ես ուզում եմ ասել, որ ես բերել եմ ձեզ մի նվեր, որը իմ համար շատ կարևոր է։ Սա իմ 5 տարվա կատարած հետազոտական աշխատանքն է, որը վերնագրված է Իրանի պետական համակարգի 9 սյուները։ Այսինքն թե Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչ կառուցվածք ունի, ինչպես է գործարկում իր ինստիտուտները եւ ինչպես է այս տարիների ընթացքում ինչ մեխանիզմներ է ձևավորել եւ ինչպես է կարողանում կառավարել երկիրը։ Սա ձեզ։ Շնորհակալություն։ Այս մեր գրադարան գնաց։ Շատ լավ։ Իսկ այսպես ընդհանրական ներկայացնելու համար նշենք, որ եթե եւ գրքի մեջ եւ ընդհանուր առմամբ մենք ասում ենք, որ Իրանը ղեկավարվում է առաջնորդի կողմից կամ ինչպես ավելի օգտագործում են հոգեվոր առաջնորդի կողմից, բայց նա միանձնյա չի ղեկավարում։ Կան մի քանի ինստիտուտներ, որոնց միջոցով ինքը կարողանում է կառավարել երկիրը։ Եվ հենց սա է խնդիրը, որ երբ որ առաջնորդին Ալի Խամենեիին սպեցին, Միացյալ Նահանգների հաշվարկային էր, որ փլուզվելու է իշխանությունը, բայց տեսանք, որ չփլուզվեց իշխանությունը եւ նույնիսկ բավական երկար ժամանակ առանց նոր առաջնորդի անունը հնչեցնելու երկիրը կարողացավ ուրեմն իրականացնել իր ինստիտուցիոնալ աշխատանքները հղում անելով սահմանադրության վրա, որի համաձայն 3 անձ, այսինքն նախագահը, դատական համակարգի ղեկավարը եւ սահմանադրության պահապանների խորհրդի 1 հոգեվորական 3-ով ժամանակավոր իշխանություն ձևավորեցին մինչեւ հաջորդ առաջնորդի ընտրությունը։ Առաջնորդը ընտրվում է բանիմացների խորհրդի միջոցով։ Բանիմացները դրանք 88 հոգեվորականներ են, այաթոլլաներ են, բարձրաստիճան հոգեվորականներ են, որոնք ընտրում են իրենց առաջնորդին, երկրի առաջնորդին։ Իսկ ով է ընտրում բանիմացների խորհրդին։ Ընտրում է ժողովուրդը։ Այսինքն Իրանի Իսլամական Հանրապետությունում, որպեսզի ավելի պարզ լինի, համապետական 3 ընտրություններ է լինում։ Մեկը մեջլիսի, այսինքն ազգային ժողովի, երկրորդը նախագահի եւ երրորդը բանիմացների ժողովը, որը իր հերթին ունի 1 գործառույթ՝ ընտրել հաջորդ առաջնորդին։ Ինքը ժամկետ ունի, թե արդեն Իրենք 8 տարով են լինում, բայց այսքան տարիների ընթացքում իրենք փաստացի դրան են պատրաստվել, այսինքն այդ տարիների ընթացքում իրենք նայում են դաշտում, ով կա, որ կարող է լինել հաջորդ առաջնորդը, ով է, որ համապատասխանում է այն բարձր կրիտերիաներին, որ դրված է առաջնորդի համար։ Իսկ Խամենեիի որդին այդ ժողովի այդ 88-ի անդամներից էր, հա։ Այո, իրենք հոգեվորականներով ընտրում են ուրեմն իրենց մեջից այսպես ասած, աչքի ընկնողին, բայց այստեղ էլի մի նրբություն կար եւ դրա համար ես կուզենայի անդրադառնալ։ Երկար ժամանակ կար այս քննարկումը, որ Ալի Խամենեին ինքը դեմ էր, որ իր որդին լինի, որովհետեւ ինչու նաեւ տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, այս ժառանգականության խնդիրն էր դրված, որ այսինքն ստեղծվել է մի շահի մասին է խոսքը, մի կլան է ստեղծել, որը հորից որդի պետք է փոխվել եւ ինքը դրան դեմ էր, որ իր որդին պետք է լինի։ Բայց այստեղ ուզում եմ հիշեցնել, որ Մոջթաբան Ալի Խամենեիի որդին ուրեմն մանուկ հասակից նախ հոգեվորական կրթություն է ստացել, այնուհետև բավական լավ պատրաստվածություն է անցել ԻՀՊԿ-ում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, Իրանա-իրաքյան պատերազմին է մասնակցել եւ այդ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչները մեծապես ուզում էին տեսնել Մոջթաբային։ Այսինքն Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի 2 զինված ուժեր, մեկը զինված ուժերն է, որը մենք գիտենք, եւ երկրորդը ԻՀՊԿ-ն է։ Մի թևը ամբողջությամբ պաշտպանում էր Մոջթաբայի ուրեմն շահերը, գտնում էր, որ նա կարող է լինել համ հոգեվորական է, համ միշտ տեսել է հայրը ինչպես է կառավարում, միշտ եղել է հոր խորհրդատուն, բոլոր գործերից տեղյակ է եւ այս լարված պարագայում տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակում ամենահարմարը Մոջթաբանը, ով տիրապետում է բոլոր ինֆորմացիաների եւ կարող է որոշակի կայունություն մտցնել։ Այսինքն մենք տեսանք, որ այո, ԻՀՊԿ-ն բավական լուրջ ազդեցություն ունեցավ, որպեսզի Մոջթաբային նշանակեն, ընտրեն ավելի ճիշտ որպես առաջնորդ։ Հիմա անդրադառնանք ձեր մյուս հարցին, թե Իրանում ինչ է ուզում Իսրայելը։
Դուք շատ իրավացի եք։ Ես ձեզ ասեմ, որ հենց այս հատվածում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահերը եւ տեսակետները շեղվում են։ Եթե Իսրայելը ամեն ինչ անում էր, որպեսզի Ռեզա Փահլավին, այսինքն թագաժառանգը դառնա Իրանի շահ, նույնը չէր կիսում Միացյալ Նահանգները։ Մի փոքր ձեզ հետ տանեմ, նշեմ, որ 2-3 տարի առաջ անգամ եթե փորձեք գտնել Google-ում, YouTube-ում, կտեսնեք, որ անգամ Ռեզա ուրեմն Փահլավին մեկնել էր Իսրայել, հանդիպել էր Նաթանյահուի հետ, գնացել էին լացող պատի մոտ, ինքը լացել էր այդ պատի մոտ, այսինքն ինքը ամեն կերպ փորձում է գոհացնել Իսրայելին։ Բայց երբ որ նրա մասին բավական քննարկումներ են ունեցել, Դոնալդ Թրամփը հստակ նշել է, որ օքեյ, ինքը շատ լավ տղա է, բայց ես իրեն չեմ տեսնում որպես երկրի ղեկավար, որտեղ երկրի ղեկավարը պետք է լինի երկրից։ Ռեզա Փահլավին 79 թվականին, 78 թվականին հեռացել է իսլամական հեղափոխությունից հետո 79 թվականին հեռացել է երկրից եւ նա ընդհանրապես չի պատկերացնում, թե իր ծննդավայրը, որտեղ ինքը ծնվել է, ինչպիսի երկիր է այսօր։ Փորձ ունի ինչ-որ կառավարման, նույնիսկ մի հատ դատական գործեր, որը ինքը տես իր աշխատողին ինչ-որ փողեր չէր տվել, ասել էր իր պաշտպանության գիծը հետեւյալն էր, որ փողեր մողեր ես դրանից բան չեմ հասկանում, ինձ խաբել են բան, այսինքն մարդը որ տես ուղղակի հարուստների ժառանգա, ցփուշված կյանքով ապրել է, հիմա իրան զորով ուզում են բերեն դարձնեն, տես ինչ-որ սիմվոլ էլի, որ տես Ձեզ ավելին ասեմ, նույնիսկ վերջերս մի հետաքրքիր բան եղավ, նույնիսկ ուրեմն նրա հետ հարցազրույց էին արել, հայ երկու հաղորդավարներ, որոնք հայտնի են որպես հումորային հաղորդավարներ։ Այդ ռուս բաները։ Այո, եւ նա նույնիսկ այսինքն ինքը եւ իր ամբողջ անձնակազմը չէր հասկացել, որ սա ուղակի հումոր է եւ որևէ լուրջ հարց այնտեղ չկար, այսինքն անգամ այդ նուրբ վիճակները չէր հասկանում, իսկ Իրանում այնպիսի բարդ իրավիճակներ է, որ ուղակի նման մարդուն նշանակելը հղի է շատ լուրջ խնդիր։ Հիմա մարդիկ որ ցույցեր էին անում, իրանք այդ Ռեզային էին տեսնում որպես իրենց առաջնորդ, թե ուղակի ըմբոստանում էին ներկա։ Ինչ-որ կազմակերպվածություն կա։ Որտեւ ես չեմ պատկերացնում, մարդիկ շատ ուզենան, որ այս ամփորձ մարդը գա, ինչա թե ժառանգա։ Ուրեմն այստեղ էլ մենք հարցը պետք է մի քանի մասի բաժանենք։ Առաջին հերթին այդ ցույցերը տեղի են ունեցել արձանագրենք մինչև պատերազմը։ Երկրորդ, նրանք ցույց էին անում ոչ թե հանուն Ռեզայի, այլ ցույց էին անում, որպեսզի լսելի դառնար իրենց խնդիրները, իսկ որ Իրանում ժողովուրդը ուներ բազմաթիվ խնդիրներ, դրա մասին մի քանի անգամ արձանագրել է ինչպես երկրի նախագահը, այնպես էլ հոգևոր առաջնորդը, նշելով, որ այո կան խնդիրներ եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս խնդիրները հաղթահարվեն օր առաջ, բայց ինչու չէին հաղթահարվում այդ խնդիրները։ Այստեղ էլ կան բազմաթիվ շերտեր։ Բացի այն, որ պետք է լինենք ազնիվ, բացի այն, որ Իրանի ներսում կար կառավարման համակարգում շատ լուրջ խնդիրներ, կոռուպցիա կար եւ այլն, դրա հետ միասին կար նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ։ Այսինքն 40 տարուց ավել այս երկիրը գտնվում է պատժամիջոցների տակ։ Ինքը չի կարողանում լիարժեքորեն իրացնել իր հնարավորությունները։ Միայն 2015 թվականին, որ ես հիշատակեցի, համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կնքման ժամանակ Իրանի վրայից հանեցին, ուրեմն անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցները եւ կարծես է թվում էր թե Իրանը սկսում է շունչ քաշել։ Անգամ համաշխարհային նշանակություն ունեցող ընկերությունները սկսեցին հայտ ներկայացնել, որպեսզի գան եւ բիզնես դնեն Իրանում։ Բայց շատ արագ, փաստացի 15 թվականին կնքվել է, 17 թվականին Թրամփ ընտրվեց եւ հանեց, ուղղակի պատռեց լրատվականների առաջ այդ պայմանագիրը, ասաց սա թղթի կտոր է եւ ոչինչ իրենից չի ներկայացնում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ 40 տարուց ավել այդ երկրին ուղղակի խեղդում են, թույլ չեն տալիս, որ ինքը կարողանա զարգացում ապրել։ Եվ այն զարգացումները, ինչ որ ունեցել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինքը պետք է շնորհակալ լինի միայն ու միայն ինքը իրեն։ Այսինքն վարել է ներփակ տնտեսություն, ինքը արտադրել է, ինքը ստեղծել է իր գիտական ներուժի միջոցով հասել է այն վիճակին, որ այսօր կարողանում է փաստացի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ միայնակ մարտնչել։ Այստեղ ուզում եմ արձանագրել, մինչև այս պահը Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ մի երկրից օգնություն չի խնդրել։ Արձանագրենք սա, որ ինքը լինելով այսքան տարի պատժամիջոցների տակ, զրկված լինելով բազմաթիվ հարցերից,
Զոր օրինակ, ուրեմն անվտանգության խորհրդի բանաձևերից մեկը արգելում էր անգամ Իրանում ծնված մարդիկ, որ կրթություն ստանան աշխարհի որևէ բում, եթե նա գնում էր ուրեմն քիմիական ֆակուլտետ սովորելու, ինժեներիայի ֆակուլտետ, այսինքն անգամ բնակչության վրա էր այս պատժամիջոցները կիրառվում, որպիսի նոր գիտելիքներով համալրված սերունդ չունենան եւ չկարողանան զարգացնել ոչ հրթիռաշինությունը, ոչ էլ ուրեմն միջուկային ծրագրերը։ Այսինքն այս ամեն ինչի շնորհիվ նրանք այնուամենայնիվ գտել են հնար, կարողացել են զարգացնել իրենց թե միջուկային ծրագիրը, թե հրթիռաշինությունը, ինչը անհանգստացնում է տարածաշրջանում Իսրայելին։ Իսկ ճիշտ չի, որ Իրանը Չինաստանի ոնց որ դաշնակիցն էր տարածաշրջանում եւ Չինաստանը նույնիսկ նախաձեռնեց Սաուդյան Արաբիայի հետ ինչ որ համաձայնություն բարեշելու դիվանագիտական կապերի, այսինքն ենթադրվում էր, որ իր մեջքի հետևում կանգնած է Չինաստանը եւ նաեւ նավթի առումով սև շուկայում կամ չգիտեմ այլ խողովակներով օգտվում էր ինչ որ այդ բանը կար։ Հնարավոր է նաև ոնց որ Չինաստանի դեմ էր սա եւ արդյոք Չինաստանը ինչ որ ձևով կարող է աջակցել կամ աջակցում է։ Էլի բաժանենք ձեր հարցը երկու մասի։ Այո, դուք իրավացի եք, Չինաստանը մեծապես օգտվում է Իրանի Իսլամական Հանրապետության նավթից եւ փաստացի Իրանի համար էլ Չինաստանը բավական լավ շուկա է եւ նրանք կարողանում են համագործակցել։ Իրանը եւ Չինաստանը կնքել են ռազմավարական պայմանագիր, 25 տարվա պայմանագիր են կնքել։ Եվ այո, Չինաստանը ամեն ինչ արեց, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները կարգավորվեն։ Եվ սա շոկ էր առաջացրել Միացյալ Նահանգներում, նույնիսկ նշում էին, որ սա նման է երկրաշարժի, որտեղ իրենք այս պլանը չէին ունեցել։ Այնուամենայնիվ, Չինաստանը իր բոլոր հարցերից զատ չի պատրաստվում մտնել մեծ պատերազմի մեջ։ Իհարկե, կան որոշակի տեղեկություններ, որ եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանը տալիս են հետախուզական տվյալներ, բայց որպես այդպիսին պատերազմի մեջ իրենք չեն ներգրավում։ Ես նույնիսկ միտեղ կարծեցի, որ Հյուսիսային Կորեայից էլ ինչ-որ հրթիռներ, թե ինչ-որ տենց։ Նորից հիշեցնում եմ, այս պահի դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես որևէ օգնություն չի խնդրել որևէ երկրից։ Սա է հարցը, այսինքն դեռ ինքը կարողանում է միայնակ վարել այս մարտը, թեպետ Իսրայելը միայնակ չէ եւ Միացյալ Նահանգներն են դրա թիկունքում կանգնած եւ մենք տեսանք, որ նաեւ Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ իր բազաները թույլ է տալիս, որպեսզի իր բազաներից էլ օգտվեն։ Եվ նաեւ այո, նաեւ նշեմ, որ մի քանի օր առաջ Միացյալ Նահանգների նախագահը կոչով դիմեց նաեւ Ֆրանսիային, Չինաստանին, որ եկեք Հորմուզի նեղուցը միասին մենք բացենք։ Հուսահատության մի տեսակ տենց բան էր գալիս էլի դրանից։ Նայեք, ինչ հայտարարեց Թրամփը։ Թրամփը հայտարարում է, շատ հետաքրքիր է իր հայտարարությունները ընդհանրապես։ Թրամփը հայտարարում է, որ Իրանում այլևս ոչինչ չի մնացել, ռազմավարական օբյեկտ We won, that's it. Ու իրենք հարվածել են առաջնային ռազմավարական օբյեկտները ոչնչացրել են, անցել են երկրորդային, այսինքն անգամ հարվածել են ոստիկանության շենքերին, համակարգերին, ինչու են սա անում, որպիսի խրախուսեն Իրանի ժողովրդին, որպիսի նորից ոտքի կանգնեն, այսինքն նրանք շատ լավ են հասկանում, որ այդ իշխանությունը հնարավոր է տապալել, Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը հնարավոր է տապալել երկու ճանապարհով։ Առաջինը, եթե Միացյալ Նահանգները մտցնի ցամաքային զորք, ինչպես արեց Նարնջագույն հեղափոխություն, ինչպես ոչ, ցամաքային զորք մտցնի եւ փորձի ինչպես Իրաքում տապալեց Սադամ Հուսեյնին, այդպես տապալի, իսկ դա նշանակում է, որ դա իրենց համար շատ մեծ խնդիրներ առաջ կբերի։ Նույնիսկ հիշեցնեմ, որ այս վերջերս հենց այդ մասին, երբ որ հարց տվեցին Իրանի արտգործնախարար Արաղչին, ասեց մենք ողջունում ենք Միացյալ Նահանգներին, համեցեք զինվորները թող համենան մեր երկիր։ Այսինքն հստակ նշեց, որ եթե դուք մտաք, դուք շատ լուրջ խնդիրներ եք ունենալու։
եւ երկրորդը մյուս տարբերակը, որ Իրանի ժողովրդին ոտքի կանգնեցնեն եւ երկրի ժողովուրդը նարնջագույն ներքին հեղափոխություն, այս մեկ երկրի ներսում իրականացնեն եւ դրա համար է որ նրանք հարվածում են նաեւ ոստիկանական համակարգերին, որ մենք ոչնչացրել ենք ձեզ այլևս որևէ մեկը չի նեղացնելու, ոտքի կանգնեք եւ պայքարեք, բայց տեղի ունեցավ այն, ինչի Միացյալ Նահանգներում փաստացի չէին հաշվարկել։ Իրանի ժողովուրդը ոտքի չի կանգնում, միավորվեց հանուն իրենց հայրենիքի։ Եվ շատ հետաքրքիր է, երբ որ այդ կադրերը տեսնում ենք, անգամ կանայք գլուխները բաց, այսինքն դու տեսնում ես, որ ինքը պահպանողական թևից չի, ինքը լիբերալ հայացքներ ունի, եւ ինքը ողբ է կապում, ասում է իմ առաջնորդին են սել։ Այսինքն հասկանում ենք, որ եթե ինքը անգամ դժգոհ էր իր առաջնորդից, բայց ինքը ուզում էր իր երկրի ներսում լուծել իր հարցը, ոչ թե գային, սանեին տան մեջ ու թողնեին գնալ։ Կազմակերպված ընդդիմություն կա, որի շուրջ օրինակ այդ փորձը կարվի էլի։ Նայեք, տանի ամեն շրջանում եղել են այդ որոշակի ընդդիմադիր հայացքներով մարդկանց միախմբումը եւ դրանք հիմնականում եղել են ընտրությունների ժամանակ, այսինքն ընտրությունների ժամանակ այն թևը, որ դժգոհ է մնացել, որ իր ձայները ըստ իրենց ճիշտ չի հաշվվել կամ ի օգուտ այլ տեխնացու եղել, այդ ժամանակ տեղի է ունեցել որոշակի համախմբում, օրինակ հիշեցնեմ կանաչների շարժումը Միր Հուսեյն Մուսավիի գլխավորությամբ, երբ որ փորձում էին իշխանությունը վերցնել նշելով որ մեր ձայները չի հաշվվել եւ հաղթանակ կատարել Մահմուդ Ահմադինեժադը։ Այս ժամանակ քանի տոկոս է, մի 7%։ Ինչը 7%։ Դե ընդդիմության ձայները։ Նայեք, ընդհանրապես Իրանի դեպքում հաշվելը բավական դժվար է։ Այս պահի դրությամբ Իրանը 90 միլիոն բնակչություն ունեցող երկիր է։ Իրանում որպես այդպիսին սոցհարցումներ չեն իրականացվում։ Եվ մենք այստեղ դժվարություններ ունենք հաշվարկների հետ կապված։ Այսինքն մենք երբեմն դա տեսնում ենք վիզուալ։ Օրինակ ասում են, որ ժողովրդի մեծ մասը դուրս եկե իշխանությունների դեմ բողոքի։ Լավ։ Իսկ քանի տոկոսներ դուրս եկել ի պաշտպանություն իշխանությունների։ Չէ՞ որ դա էլ կա։ Հիմա մենք տեսնում ենք Միացյալ Նահանգները հարվածում են Իրանի Իսլամական Հանրապետությանը, բայց այդ նույն ժողովուրդը հրապարակում է եւ մենք տեսնում ենք այդ կադրերը, որ հարվածում են իրենք չեն հեռանում, որովհետեւ Իրանի շիայականության մեջ նահատակվելը դա վերին աստիճանի գաղափարախոսություն է, որ ինքը նահատակվել է հանուն հայրենիքի կամ հանուն գաղափարի։ Եվ այստեղ էր, որ Միացյալ Նահանգների նախագահը ասում էր, նրանք չունեն նավեր, նրանք չունեն ինքնաթիռներ, միայն ունեն իրենց համարձակությունը, որովհետև սա իրենց կյանքի մաս է կազմում։ Եվ վերցնենք առաջնորդին։ Առաջնորդը ի տարբերություն Սադամ Հուսեյնի չփախավ թաքնվեր հողի տակ, ի տարբերություն Լիբիայի նախագահ Քադաֆիի, ով փախել էր թաքնվել էր ինչ-որ միտեղ բռնեցին, բերեցին եւ սպին չփախավ։ Ի տարբերություն Սիրիայի նախագահի Բաշար al-Ասադի չփախավ երկրից, ինքը մնաց իր երկրում, մինչև իր վերջին պահը։ Այսինքն վերցրեց իր վրա եւ ինքը ըստ էության իր ամենավերին աստիճանին հասավ։ Ինքը մարգարեացավ իր երկրի համար։ Այստեղ պետք է Միացյալ Նահանգները կարծում եմ ավելի ուշադիր ուսումնասիրել շիայականությունը։ Շիայականության մեջ շատ մեծ է նահատակվելու գաղափարը։ Եթե մենք կամ գոնե մենք ուսումնասիրել ենք իրենք, չգիտեմ, իրենք ուսումնասիրեին Իրանա-իրաքյան պատերազմը, կտեսնեին, որ Իրանը, որը կրկին իդեպ մենակ էր մնացել, Իրաքին օգնում էր Միացյալ Նահանգները, Իրաքին օգնում էր Սովետական միությունը, Ֆրանսիան, Անգլիան, բոլորն օգնում էին Սադամ Հուսեյնին ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության։ Իրանի դեմ օգտագործվեց քիմիական զենք, որը հաստատվեց։ Իրանը մենակ էր մնացել, բայց այդ ամենով հանդերձ Իրանը մի սանտիմետր իր երկրից չկորցրեց, որովհետև ինքը տվեց միլիոնավոր չասենք, բայց հազարավոր զոհեր, այդ թվում երեխաներ, կանայք, տղամարդիկ բնականաբար, բայց որովհետև իրենք ունեն նահատակվելու գաղափարախոսությունը եւ այդ մարդկային ալիքի դեմ, երբ որ կարդում եք հուշերը իրաքցի զինվորների, ասում են մենք ուղղակի չէինք դիմանում այդ մարդկային ալիքին, այսինքն զինվորը գալիս էր զոհվում էր, հետևից կին էր գալի զոհվում էր, հետո ծերունի էր գալի զոհվում էր, հետո երեխա էր գալի զոհվում էր, նորից երիտասարդ էր գալի, այսինքն մարդկային ալիքին չէին դիմանում, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը դա գաղափարախոսության երկիր է։ Սա է տարբերությունը։
փորձենք հասկանալ ինչ հնարավոր ելքեր կան, հա, եթե այս հաղորդումը Կիրակի օրն է գնալու, գուցե մինչև Կիրակի ինչ որ մի լուծում լինի, ինչ որ մի փուլ ավարտված լինի, եթե հիմա այս պահին դադարի, որտեվ ես ինձ եմ պատկերացնում, Թրամփը կարասի վերջ, մենք հաղթեցինք, թույլատրեցինք 20 տարով հետ գցեցինք իրենց բոլոր ծրագրերը, ինչ ալնում հաջորդ օրը Իրանը ինչպես է շարունակում, այսինքն կամաց վերականգնվում է, թե փոխվում է, թե ավելի ռադիկալ է դառնում։ Ես կարծում եմ հաջորդ օրը Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռով կխփի Միացյալ Նահանգների որևէ բազայի, որովհետև նույնիսկ եթե ավարտվի գործողությունները Ամերիկայի կողմից։ ԻՀՊԿ-ն հստակ ասաց, որ մենք ենք որոշելու երբ է ավարտվում։ Ահա։ Ինչու՞։ Որովհետև շատ լավ հասկանում են Իրանում։ Հրատորական չէ հայտարարությունը։ Ոչ, որովհետև շատ լավ հասկանում են, եթե իրենք համաձայնվեն պատերազմի դադարին, որևէ երաշխիք չկա, որ 6 ամիս հետո նորից չեն սկսելու։ Որևէ երաշխիք չկա։ Եվ նրանք ասում են, արդեն ամեն ինչ ոչնչացված է, մենք մինչև վերջ ենք գնում, այսինքն վաբանկ ենք գնում։ Եվ մեր պայմաններն է լինելու։ Եվ շատ հետաքրքիր պայմաններ ունեն։ Երբ որ նայում եք պայմանները, իսկապես շատ հետաքրքիր է։ Օրինակ, առաջինը նշում են, որ ամեն դեպքում պետք է Գազայում խաղաղություն տեղի ունենա։ Այսինքն այլի իսլամի շիայականության ուղղության գաղափարախոսությունն է, որ պետք է տարածաշրջանը լիցքաթափվի, չեք կարող անօրինություններ անել։ Հենց երեք մի հետաքրքիր նյութ էի նայում, կրկին հրապարակում մի կին էլի գլուխը բաց երեխայի հետ մանկահասակ մոտենում են հարցնում են ասում են դուք չեք վախենում որ խնդիրներ կլինեն օրինակ տաք ջուր չեք ունենա այս չի լինի ասում են իսկ Գազայի մարդիկ որ երեխա ունեն տաք ջուր բա իմ երեխան ինչով է ավելի լավ ես հասկանում եմ որ կարող են նկարեն սարքեն բայց սա Իրանի Իսլամական Հանրապետության բնակչության մի մասի ռեալ մասի մտածողությունն է այսինքն չի կարող մի երկրում լինել անօրինություն եւ դա հետո քո վրա չտարածվի մտածողությունն է հետեւաբար այդպիսի տեսանյութ թե տեսանյութը ստեղծվում է որպեսզի լինի այդ մտածողությունը կարծում եմ երկուսն է որովհետեւ դա Իրանի Իսլամական Հանրապետության գաղափարախոսության հիմքում է ընկած պաշտպանել ընկճվածներին պաշտպանել նեղության մեջ գտնվողներին դա գաղափարախոսություն է շիայականության գաղափարախոսության հիմքում է սա ընկած եւ հիմա այստեղ ես ուզում եմ անդրադառնալ թե ինչ տեղի կունենա Իրանը բացի դրանից, որ այո, կարող է ինչ որտեղ նաև զիջումների ժամանակ կարողանան քննարկել, հստակ ասում եմ, մեզ պետք է հստակ երաշխիքներ։ Հստակ երաշխիքներ է պետք եւ պետք է գարանտ կանգնեն միջազգային այլ տերություններ, որ 6 ամիս հետո, մի տարի հետո նորից նույն սցենարը չի կրկնվելու։ 1. Երկրորդը, մենք պահանջում ենք մեր իրավունքը Այսինքն նորից իրենք չեն հրաժարվում խաղաղ ատոմ ծրագրի շրջանակներում հարստացնել իրենց ուրանը ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո Դե այդ մեկ էլ փոխհատուցում են ուզում, կարծեմ Այո, փոխհատուցում են ուզում, որովհետև նշում են, որ դուք հանիրավի եկել եք եւ ոչնչացրել եք մեր երկիրը, ով պետք է դրա ֆինանսական պատասխանատվությունը կրի։ Չէ՞ որ եթե մնում է դա Իրանի վրա, դա նշանակում է, որ այո 30, 40, նույնիսկ 50 տարի հետ ընկավ։ Ինչը արել էին նաեւ Իրանա-Իրաքյան պատերազմի ժամանակ։ Իդեպ հիշեցնեմ ձեզ, Իրանա-Իրաքյան պատերազմը դա ուղղակի պատերազմ չէր Իրանի եւ Իրաքի սահմանում դա եղավ ոչ պրոքսի չէր դա եղավ նաև քաղաքների պատերազմ այսինքն հարվածում էին Թեհրանին, Սպահանին, Թավրիզին այսինքն տարիներով նավթաքիմիական գործարաններին այսինքն Իրանին տարիներով հետ էին գցում հիմա Իրանը ասում է ոչ մեզ պետք է փոխհատուցում տաք հակառակ դեպքում մենք ուղղակի չենք դադարեցնելու հիմա Միացյալ Նահանգներն ասում է ախր ինչով եք պատասխանելու ոչ ինքնաթիռ ունեք ոչ նավատորմ ունեք բայց ուզում եմ ասել որ առանձնապես Իրանը մինչ այդ էլ նավատորմ չուներ Իրանը ունի շատ հետաքրքիր քաղաքականություն իրենք շատ լավ հասկանում են իրենց թույլ տեղերը եւ ուժեղ տեղերը Իրանի նավատորմի մեջ, եթե կարելի այդպես ասել, շատ լուրջ տեղ է զբաղեցնում փոքրիկ մոտորանավակները, որոնք այդ կամիկադզե փոքրիկ մակույկներ են, որոնք մեծ արագությամբ կարող են գնալ եւ հարվածել, ասենք, չգիտեմ, տանկերներին, նավթով հիմա նավթով լցված տանկերներին եւ վնաս պատճառել ընդհանրապես մի քանի երկրների։ Հազիվ բենզինի գինը
Պուտինը իջել էր այս երկրում։ Հրթիռաշինության հետ կապված, այո, իրենք շատ մեծ աշխատանք են կատարել, որն էլ հենց անհանգստացնում էր Իսրայելին առաջին հերթին։ Դե հասնում է, այլ։ Այո, հասնում է եւ մենք տեսանք, որ անգամ Միացյալ Նահանգների նվիրած այդ պաշտպանական սարքերը միշտ չէ որ կարողանում են ուրեմն արդյունավետ 100% արդյունավետությամբ աշխատել։ Բայց այստեղ ես մի բան հիշեցի, որ Իրանը այս իր լայնամասշտաբ հարվածներով, հա, տարածաշրջանի մի քանի երկրներին հարվածելով, նայեք ինչ հետաքրքիր իրավիճակ ստեղծեց։ Նույն Բահրեյնը, նույն Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական պայմանագրեր կնքելով, կապ դաշինքների մեջ մտնելով ինչ էր հույս ունենում։ Հույս ուներ, որ դա իրեն աջակցելու է, որպեսզի Իրանի հնարավոր հարվածների ժամանակ Միացյալ Նահանգները ամբողջությամբ աջակցի։ Բայց ստացեց, որ իրենք դրա համար թիրախավորվեցին, որտեղ իր բազաներից հարվածեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն իրավունք վերապահեց հակառակը պատասխան տալու։ Թեպետ մինչև այդ ինքը նշեց, ասես իմ հարվածները այդ երկրներին չի, իմ հարվածները այդ երկրների ռազմական բազաներին է։ Բայց երբ որ Միացյալ Նահանգների ցուցումով այդ երկրներից նաև հարված հասցվեց Իրանի օրինակ բանկային համակարգին, մենք տեսանք, որ նաև Իրանն էլ որպես պատասխան հարվածեց ուրեմն Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Citibank-ին։ Մենք տեսանք, որ ուրեմն հարվածեցին Իրանի փաստացի ջրի զտման կայաններին։ Հիմա ես չեմ կասկածում, որ մոտորերս մենք կտեսնենք, որ Իրանը կհարվածի նաև տարածաշրջանում այդ երկրների ջրի զտման կայաններին։ Իսկ դա շատ լուրջ խնդիր է լինելու, որովհետև ի տարբերություն Իրանի, այդ երկրներում գրեթե խմելու ջուր չկա, իրենք հիմնականում ծովի ջուրը զատում են աղից եւ այդպես օգտագործում են։ Եթե այդ ուրեմն զտիչ կայաններին հարվածներ հասցվի, ժողովուրդը շատ լուրջ խնդիրներ է Դե ունենալու։ ոնց որ ամեն ինչ գնում է նրան, որ պետքա բանակցության սեղանին նստեն ու պայմանավորվեն։ Իսկ կարա սա այն էֆեկտը ունենա, որ Ամերիկայի դաշնակիցները, որոնք տենց այդ միֆի մեջ են ապրում, մենք Ամերիկայի հետ ենք, դրա համար հանգիստ ենք, հիասթափվեն, այսինքն իրենց դաշինքը Ամերիկայի հետ թուլանա, մտածեն մի վարքյան, ինչ շահեցինք մենք այդ դաշնակցից, հա, որ թիրախավորվեցինք ու գուցե ապագայում մենք ընդհանուր լեզու գտնենք ավելի լավ Իրանի հետ, քան Ամերիկայի վրա հույս դնենք։ Դա ապագայի մասին է խոսքը, իսկ հիմա ինչ է անում Իրանը։ Իրանը կարծում եմ դա անում է, այս ամենը անում է, որպեսզի Միացյալ Նահանգների այդ դաշնակիցները ճնշում գործադրեն Միացյալ Նահանգների վրա, որպեսզի նա օր առաջ գնա բանակցությունների։ Դեռ խմելու ջուրը ավելի լուրջ Երկրորդ, խնդիր չկա։ փակել է Հորմուզի նեղուցը։ Մենք տեսնում ենք, որ նավթը դուրս չի գալիս տարածաշրջանից եւ բնականաբար դա անմիջականորեն ազդեցություն է ունենում բոլոր երկրների ուրեմն էներգետիկ ռեսուրսների վրա, այսինքն բենզինի, նավթի վրա, եւ անգամ արդեն Միացյալ Նահանգներում են դա նկատում։ Եվ Միացյալ Նահանգների շարքային քաղաքացին, ով թերևս նույնիսկ Իրանի տեղը չգիտի եւ չգիտի էլ ինչ խնդիր կա, ինքը անմիջականորեն իր գրպանի վրա զգում է այս տարբերությունը եւ բնականաբար բողոքի ալիք է առաջանալու գործող վարչակարգի դեմ, Միացյալ Նահանգների գործող վարչակարգի դեմ։ Հիշեցնեմ նաեւ, որ նոյեմբերին Միացյալ Նահանգներում լինելու է ընտրություններ, այսինքն սա կարող է բավական ծանր նստել հանրապետական կուսակցության վրա։ Ավելին ասեմ, հանրապետական կուսակցությունում ակնհայտորեն ճեղքը մեծանում է։ Այն մարդիկ, ովքեր կողմ էին պատերազմին եւ այն մարդիկ, ովքեր դեմ էին պատերազմին, մենք տեսնում ենք Վենսի եւ Ռուբիոյի հետ կապված խնդիրները, որտեղ Վենսը ինքը դեմ էր այս պատերազմին եւ նշում էր, որ ճիշտ չի, մենք հաշվարկ չունենք, մենք սցենար չունենք, ավելին ասեմ, Միացյալ Նահանգների զինված ուժերի գենշտաբի ղեկավարները եւ նախկինը եւ ներկան հստակ Թրամփին ասել են, որ ճիշտ չի Իրանի հետ գնալ ռազմական գործողությունների, քանի որ մենք չունենք ամբողջական ինֆորմացիա այդ երկիրը ինչ սպառազինություն ունի եւ ինչ մարտավարություն ունի եւ ինչպես կարող է դիմադրել։ Եվ փաստացի 2 շաբաթ անց Միացյալ Նահանգները հստակ հայտարարում է, որ այլ բան չի մնացել, որ մենք հարվածենք Իրանում,
բայց փաստացի պատերազմը չի դադարում եւ իրենց առաջնային նպատակը, որն էր նաեւ վարչակարգի փոփոխությունը, հիշեցնեմ, որ Թրամփը հստակ ասաց, որ պետք է վարչակարգը փոխվի, պետք է ուրեմն Խամենեին հեռանա եւ նոր ընտրություններ լինի եւ ամենակարևորը, որը իմ համար զավեշտի ժանրից էր, ասել էր, որ ես պետք է մասնակից լինեմ հաջորդ առաջնորդի նշանակման։ Ուղղակի ես ուզում եի հասկանալ ինքը այդ բանիմացների խորհրդի մեջ ոնց էր տեղավորվելու։ Եթե չես տեղավորվելու, այսինքն դու մտածում ես, որ կարող ես Վենեսուելայի նախագահին գողանալու նման տանել եւ բերել ինչ որ մեկին, Իրանում այդպես չի լինելու, չի աշխատելու։ Նորից եմ հիշեցնում, այստեղ 90 միլիոն բնակչություն կա։ Իսկ կարող եմ մասնատել Այսինքն ձեր նշանակած X մարդուն 90 միլիոնը ընդունելու է, հանդուրժելու է, թե հիմա իրա դեմ է լինելու խնդիրներ։ Հիմա ձեր մյուս հույսը պետք է լիներ, այսինքն քանի որ Իրանը մոնոլիթ չի, հա, բազմաէթնիկ երկիր է, այնտեղ կան քուրդեր, ատր-պատականցիներ, կարող լիներ ակնկալի կամ հույս, որ դրա վրա կդնեն ինչ-որ դրույթ մասնատելու եւ դրանով ավելի թույլատնելու, բայց կարծես մեկը կուռա մնացել, հա, այդ միասնությունը Իրանի, ոնց է դա բացատրվում։ Միասնությունը այո մնացել է, ինչու, որովհետև այո նրանք այդ արտահոսքը գնաց, որ փորձել են քրդերին օգտագործել եւ նաեւ Իսրայելն է փորձել, հորդորել են Իրաքի քրդերին, որ ոտքի կանգնեն, բայց Իրաքի քրդերն էլ իրենք ականատես եղան, թե ինչ տեղի ունեցավ իրենց հետ, ինչ էր խոստացան իրենց եւ Իրաքում եւ Սիրիայում եւ իրենք ոչինչ չստացան, այսինքն մտան խաղի մեջ, բայց ոչինչ չունեցան։ Դրա հետ միասին իրանք շատ լավ հասկանում են, որ եթե մտնեն Իրանի դեմ որևէ գործողության, ինչ է անելու Իրանը, բնականաբար չի ողջունելու, հենց առաջինը հարվածները հասցնելու է այդ տարածքներին։ Իսկ այս պահի դրությամբ չենք ասի, թե Իրաքի Քրդստանում ամեն ինչ հարթված է եւ իրենց երազանքի վիճակում են գտնվում, բայց այնուամենայնիվ որոշակի կայունություն կա, իրենք չեն պատրաստվում այդ որոշակի կայունությունը վտանգի տակ դնել ինչ որ սին խոստումների համար, որոնք չեն իրականացվել մինչև այդ, այսինքն իրենք ունեն դառը փորձ, դրա համար հրաժարվեցին, ասին մեր վրա հույս չդնել։ Դրանից հետո Թրամփը միանգամից հայտարարեց, հա, մենք օքեյ, քրդերի հետ գործ չունենք, իսկ իրանց հետ հույս էլ չենք ուզում կապել։ Այսինքն ակնհայտ է, որ տարբեր սցենարներ մշակվում է, բայց այս սցենարները իմ պատկերացմամբ, այն էլ Միացյալ Նահանգների նման գերհզոր պետությունը պետք է նախապես մշակած լիներ, որ եթե չլինի տարբերակ ան, ինչ են կան, իրենք իմ պատկերացմամբ ավելի մեծ հաշվարկ են ունեցել, որ քանի որ նոր է եղել ուրեմն դժգոհությունները, առաջին իսկ հարվածի դեպքում ժողովուրդը դուրս է գալու եւ տապալելու է գործող իշխանությանը, բայց այդպես չեղավ։ Ուղղակի չեղավ եւ հակառակ մենք տեսնում ենք ժողովրդի որոշակի կոնսոլիդացիա իշխանությունների շուրջ։ Ու նորից եմ կրկնում, դա չեմ կարծում, որ նրանից է, որ նրանք մտքափոխվեցին եւ ասեցին, չէ, մեր իշխանությունները լավն է։ Դա նրանից է, որ հարվածը իրենց հայրենիքին է հասցվում։ Հարվածը հասցվում է դպրոցականների, օրիորդած դպրոցի հարվածի արդյունքում 190 երեխա է զոհվում։ Միայն նրա համար, որ իրենք այդ օրը զարթնել են եւ գնացել են դպրոց։ Իրենք ուրիշ ոչինչ չէին արել։ Իսկ սա շատ ծանր է նստում ժողովրդի վրա, որովհետև հասկանում են, որ սա է ձեր բերածը, սա է ձեր խաղաղությունը, այսինքն իրենք էլ չեն տեսնում, որ Միացյալ Նահանգները որևէ երաշխիք է տալու։ Եվ հիշեցնեմ, նաև շատ հետաքրքիր ինֆորմացիաներ տարածվեց նաև Լիբիայի նախկին ղեկավարի դստեր նամակները Իրանի ժողովրդին, որ մի հավատացեք Միացյալ Նահանգներին։ Այն ինչ արեցին մեր երկրի նկատմամբ, այն ինչ որ արեցին Իրաքի նկատմամբ, դա ձեր համար դաս պետք է լինի, որ այնպիսի քաոս կստեղծեն, որ տարիներ պետք կլինի, որ դուք կարողանաք այնել, թե չկարողանաք վերագտնել ձեր պետական համակարգը կամ ձեր անվտանգությունը։ Այս կտրվածքով կուզեի մեր իշխանության արձագանքին անդրադառնանք, դե մի կողմից հա ոնց որ թե ինչ-որ բոլոր ցավակցությունները ֆորմալ առումով եղան, բայց մյուս կողմից այդ Պերաշկի պատկերը ինձ թվում է ինքը մնալու է եւ Իրանում ինչպես կընդունեն դա, կհիշեն դա մեր դեմ, կտարանջատեն, որ դա մեր ժողովրդի վերաբերմունքը չէր պատերազմին։ Ես համաձայն չեմ հարցի հետ։ Չէ, դա հայ ժողովրդի վերաբերմունքը չի պատերազմին, այլ կոնկրետ ինչ որ
մի խումբ մարդկանց վերաբերմունքն է։ Ես չեմ ցանկանա ներքաղաքականի մեջ ներգրավել եւ պատասխանել ձեր հարցին այդ մասով, բայց կպատասխանեմ պաշտոնական մասով։ Մենք ունեցել ենք պաշտոնական ցավակցություն Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետությունում բացվել է Սքոմատյան, որտեղ գնացել է անվտանգության խորհրդի քարտուղարը, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, ցավակցականները գրել են Հայաստանի Հանրապետությունը աջակցություն է, օգնություն է առաջարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը, խոսքը գնում է դեղորայքի, սնունդի եւ այլն եւ այլն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պահին չի ցանկացել այդ ունենալ։ Երբ որ նրանք դրա կարիքը ունենան, թերևս կդիմեն։ Այսինքն զուտ այն ինչ որ կարող էր Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, որպես հարևան կանգնել է Իրանի Իսլամական Հանրապետության կողքին։ Այսինքն այս մակարդակով մենք որևէ բան չենք կարող ասել։ Ձեր մնացած թվարկումները դրանք ներքաղաքական խնդիրներ են եւ ես կհորդորեմ դրանք տալ ներքաղաքական մասնագետներին։ Այդ ես եմ այդ ներքաղաքական մասնագետը, քանի որ այդ զրույցը կա, ասել ոդքասթը, ազատ շփում են կարելի է, ես էլ ինչ-որ իմ կարծիքը ասեմ։ Հա, որովհետեւ ես կա կարծիք, որ ինչ-որ մի քանի տարուց որ ամեն ինչ խախանդ լինի, ինչ-որ Իրանը ասի, դուք բանը պերաշկե եք ուտում։ Ինչ-որ շատ անհասկանալի մակերեսային դատողություն է, էլի։ Բան չեք դուք պերաշկի, հելմետր կուկուրուզ եկել, մեկը մյուս է կապ չունի, բան չեք դուք ավտոբուսում գնացել ինչ-որ քարոզարշավի այդ օրը տղլապի կերել կամ բան կերել։ Այդ բանը շատ արհեստական մեղադրանք է, էլի, ասենք շատ հիմա քանի որ ինքը շատ է այդ մեղադրանքը գնում, ընդդիմություն է հիմնականում գեներացնում, էլի։ Ես չեմ պատկերացնում, որ 2 տարուց դա կարա մեր դեմ օգտագործվի, այսքանը ասեմ։ Ու ին վերջի հարցը տամ, Թուրքիայի գործոնը ստեղ, չգիտեմ ինչքանով ենք դուրս գալի ձեր ոլորտից, բայց սենց մի հատ վարկած կա, որ հաջորդը Թուրքիան է։ Եվ Իսրայելը իր պոտենցիալ վտանգներից փորձում ազատվել, չեզոքացնել, Իրան ակնհայտ վտանգներ, բայց նաև այն մյուս հորիզոնում վտանգը դա Թուրքիան է Իսրայելի վրա եւ Թուրքիան ինչ որտեղ գիտակցում է, որ գուցե դրա համար ավելի զուսպ է այս հարցում, չնայած պրինցիպի կարող էր Թուրքիան էլ փորձել օգտվել, հա, այս իրավիճակից, բայց կարծես բավական կոռեկտ, զուսպ խաղաղության ինչ որ կոչերով է հանդես գալիս, այդ դրանով է պայմանավորված, որ Իսրայելը ակնհայտորեն տենց իր շուրջ մաքրում է իր համար վտանգները կա տենց զգացում։ Իրականում այդ տեսակետները այո, մեծապես շրջանառվում էր, որ հաջորդը լինելու է Թուրքիան, այսինքն սկսելու են Թուրքիայի հետ Իսրայելը ունենալ խնդիրներ, բայց այստեղ ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ այդքան հեշտ չէր լինելու Իսրայելին նմանատիպ գործողություններ ծավալել Թուրքիայի նկատմամբ։ Եվ այո, դուք իրավացի եք, Թուրքիայից բավական ոչ միայն զուսպ, այլ նաև աջակցող ելույթներ է եղել եւ հիշեցնեմ, որ այս տարի բանակցությունները առաջինը նախաձեռնեց հենց Թուրքիան, նշելով, որ մենք կարող ենք միջնորդ լինել, բայց Իրանը չհամաձայնվեց, ասաց մենք սկսել ենք Օմանի հետ է կշարունակենք եւ Օմանի միջնորդությամբ տեղ ունեցան բանակցությունները։ Մենք տեսնում ենք, որ եւ Հական Ֆիդանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ անգամ նշել են, որ իրենք թույլ չեն տա իրենց ուժերի ներածին չափով, որ Իրանում համակարգի փոփոխություն լինի, թույլ չեն տա Իրանի մասնատմանը, չեն աջակցի տարբեր գործողությունների։ Այսինքն մենք տեսնում ենք, որ սրանք պարզապես խոսքեր չեն, այլ որոշակի գործողություններ համենայն դեպս ցույց են տալիս, որ կիրականացնեն։ Ոչ թե այստեղ խոսքը հանուն Իրանի է, այլ տարածաշրջանում հանուն անվտանգության հենց իրենց սահմանի, որովհետև եթե Աստված մի արասցե տեղի ունենար ձեր մյուս հարցի հետ կապված խնդիրը, այսինքն Իրանի մասնատման հարցը, եւ այդ քրդերն ինչ էին անելու, հազարավոր միլիոնավոր քրդեր ինչ էին անել, որ սահման էին գնալու, երկրորդը ատրպատականցիները, որոնք իրենք թուրքախոս են, ինչ էին անելու, ուր էին գնալու, ինչ խնդիրներ էր առաջանալու, այո, ինչ խնդիրներ էր առաջանալու, այսինքն ստեղծելու էր մի քաոսային իրավիճակ, որի սցենարները կրկին չունի ոչ Միացյալ Նահանգները, ոչ է Թուրքիան։ Դրա համար իրենց ավելի հարմար է այս իշխանությունների հետ աշխատել, որպեսզի կարողանան կայունություն պահպանել տարածաշրջանում, որը բխում է տարածաշրջանի բոլոր գրեթե բոլոր Իսրայելին հանած, գրեթե բոլոր երկրների շահերից։ Okay, իսկ եթե նույն լեգիտիմ թիրախները, հա, ոնց որ իր համար սահմանում, նույն Թուրքիան ինչ որ պայի կարող ընդեղի ամերիկյան բազաներն է որպես
լեգիտիմ թիրախ լինի, այդ ժամանակ տենց կա վտանգը որ Իրականում կզարգանա։ չեմ կարծում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կգնա նման արկածախնդրության, որովհետև ավելի է ուրեմն աշխարհագրությունը Իրա դեմ մեծացնում, այո, որը իրեն ընդհանրապես Հազիվ պետք զուս չի։ պա էլի Թուրքիան ոնց որ Եվ պետք է հիշեցնեմ, որ անգամ ինֆորմացիա տարածվեց, որ Թուրքիայի վրա հրթիռ է ուղարկվել Իրանի կողմից, բայց Իրանի արտգործնախարարը հերքեց, ասաց միգուցե դա ուղակի ընկել է, ոչ ճիշտ նշանակակետ է, այսինքն մենք այլ ուղղությամբ ենք ուղարկել եւ սխալ նշանակակետի է ուրեմն ընկել, իդեպ չեր ընկել, Թուրքիայում բռնել էին, որսացել էին այդ հրթիռը։ Նույնը տեղի ունեցավ Ադրբեջանի հետ կապված Նախիջևանում, երբ որ ԱԹՍ-ներ էր ուրեմն ընկել Նախիջևանի օդանավակայանում, Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ նշեց, որ մենք դրա հետ որևէ կապ չունենք եւ նշեց, որ սա սադրանք է, այսինքն հստակ ցույց տվեց, որ այս սադրանքները կարող են իրականացնել նաև Իսրայելը, որպիսի Ադրբեջանի եւս ներքաշեն այս մեծ պատերազմի մեջ։ Եվ Ադրբեջանի ներքաշելով բնականաբար Թուրքիան էլ էր ներքաշվելու, որտեղ Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վտանգի դեպքում Թուրքիան պարտավոր է ներգրավել այդ խնդիրների մեջ, այսինքն մի հարցով փորձում էին այս երկուսին եւս ներգրավել պատերազմի մեջ, բայց ըստ էության սա գոնե այս պահին Ադրբեջանի շահերից էլ չի բխում, ճիշտ է, իրենք իրենց ներքին լսարանի համար երբեմն խոսում են, բարձրաձայնում են ատրպատականի բնակչության խնդիրները եւ շահերը եւ նշում են, որ երկու հատվածները պետք է միավորվեն, բայց պատկերացնում եք, եթե ձեր ասած 25-30 միլիոնի հետ իրենք միավորվեն, այսինքն 2 տարի հետո լինելու են ընտրություններ։ Ոչ թե միավորել են, Եվ ում են ընտրելու այդ բնակչությունը, արդեն պարզ է, չէ՞, որ Ալիևյան կլանը փաստացի ինքը կկորցնի այդ հնարավորությունը։ Եվ այստեղ մի հատ ուրիշ հարց էլ կար, որ պետք է հիշեցնեմ, որ անգամ երբ որ Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Մուհամմադ Խաթամին, Իրանի նախագահներից էր, ԵՊՀ-ում մի ուսանող հարցրեց, ասաց հնարավոր է մի օր այդ երկու հատվածները միանան, ասաց հնարավոր է, բայց միայն Իրանի սահմանների ներքո։ Իհարկե, կարող է սա հռետորաբանություն լինի, բայց սրա մեջ կան նաև ճշմարտության հատիկներ։ Փոխզսպման բան։ Իսկ վերջի հարցը էլ թրիփի հետ կապված, ոնց որ Իրանը ի սկզբանե ուշքը չէր գնում այդ ծրագրի համար, հետո հայտարարություն եղավ, որ վրոդի օքեյ են, հիմա այս լույսի ներքո ոնց է վիճակը իրանց այս հարցը այնքան միլիոներորդական հարց է, որ չի հետաքրքրում կազդի սա թրիփի վրա չի ազդի։ Իրականում այնպես չի, որ միլիոնավոր հերու հարց է իրենց համար։ Նկատի ունեմ ստեղծված պատերազմի։ Բայց այս պահի դրությամբ այո, իրենց համար առաջնային հարց չէ, որտեղ տախ թրիփը հենց այս պահին չի գործում, իրականություն չի այս պահի դրությամբ, եւ երկրորդը իրենք այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն, զբաղված են իրենց խնդիրներով։ Այդ բոլոր հարցերին ինձ թվում է իրենք կանրադառնան պատերազմից հետո հասկանալով ինչ ունեն տարածաշրջանում, որ արդեն իրենց մոտեցումները կհստակեցնեն, բայց այո, թրիփի հետ կապված մեր իշխանությունները բավական աշխատանք են տարել եւ ներկայացրել են Իրանի Իսլամական Հանրապետությանը, որ դա ընդհանրապես իրենց դեմ ուղղված չէ եւ կարծես վերջին շրջանում այդքան գեր զգայուն չէր վերաբերվում Իրանը։ Վերջում ձեր հորդորը Դոնալդ Թրամփին Եթե նա միայն լսում է ինձ եւ եթե ոչ մի հարցում բաց չթող։ Okay, եթե նա լսում է եւ կհասկանա իմ հորդորը, այն է օր առաջ դադարեցնել պատերազմը, գտնել ինչ որ մի իրավիճակ, իրենց էլ է ձեր տալիս դա։ Իհարկե, որpիսի այդ դեմքը պահելու իրավիճակը նաեւ բայ, որտեւ իհարկե հասկանալի է, որ ինքը հստակ հասկանում է, որ ինքը անիմաստ խրվել է ինչ որ պատերազմի մեջ, իր համար էլ պետք է ինքը գտնի ինչ որ մի հնարավորություն եւ կարողանա Իրանին էլ բերել ուրեմն կառուցողական դաշտ եւ փորձեն գտնել այն փոխզիջումները, այն հնարավոր կետերը, որոնց վրա հենվելով նրանք կկարողանան խաղաղություն հաստատել։ Օրինակ, կարծում եմ իրապես Իրանն էլ բավական բարձր շեմ է դնում, որպեսզի կարողանա հետո բանակցություններում շատ, այսպես ասած, գործիքներ ունենա։ Զոր օրինակ, եթե Միացյալ Նահանգները իսկապես երաշխավորի, որ
առաջիկա օրինակ 5 տարին, 10 տարին այլևս նման գործողություններ չլինի եւ երաշխավոր պետություններ լինեն դրա համար, թեպետ ով է ասել, որ նրանք չեն խախտի իրենց Դե բայց հիմա ասում են, որ երաշխավորը լավ է։ որովհետեւ մենք տեսնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետություն բազմիցս ասում են, որ Միացյալ Նահանգների նախագահի որևէ խոստման մենք չենք կարող հավատալ, որտեղ այսօր խոստանում է, հաջորդ օրը խախտում է եւ մենք չենք կարող։ Այսինքն, եթե ինչ որ զսպման մեխանիզմներ ստեղծի, որը վստահություն ներշնչի Իրանին, որ առաջիկա տեսանելի ապագայում այլևս նմանատիպ սցենարով զարգացումներ չի լինի եւ որոշակի ամեն դեպքում փոխհատուցումներ տրամադրվի կամ չգիտեմ, ներողություն հայտնեն գոնե այդ երեխաների զոհվելու կապակցությամբ, այլ ոչ թե մի բան էլ դնեն Իրանի վրա, որ Իրանն է արել, այսինքն ինչ որ բաներ պետք է գտնեն։ Հիմա ես այսպես նստած այստեղ չեմ կարող ասել, թե ինչ կետեր կան, բայց կարող են բանակցել եւ կարող են գտնել ինչ որ խելամիտ կետեր, որոնց շուրջ կարող են գալ եզրակացության եւ դադարեցնել այս ահավոր պատերազմը։ Շնորհակալություն, պարոն Թրամփ, Տիկին Մելանյան, լսեցիք օրդորը ձեզ։ Շնորհակալություն ժամանակի համար։ Եթե ինչ-որ հարցեր մնացին, որ մենք չանդրադարձանք, կոմենտում գրենք, կխնդրենք Գոհարին նաև անդրադառնալ այդ հարցերին։ Իսկ ձեզ մնում է բաժանորդագրվել եւ սպասել հաջորդ շաբաթվան։